Իրանի շուրջ օղակը սեղմվում է, թե հակառակը պատերազմն ընդլայնում։ Նայած ինչպես մոտենալ այս հարցին, հա, այսինքն տարբեր մարդկանց մոտ, տարբեր վերլուծաբանների մոտ տարբեր գնահատականներ կան, որոնք պայմանավորված են բնականաբար եւ այն դիրքորոշմամբ, որ նրանք ունեն ամերիկա-իսրայելական կամ իսրայելա-ամերիկյան տանդեմի նկատմամբ, կամ դրանից թե ինչպես են նրանք վերաբերում Իրանին, բայց հետաքրքիր կարելի է նկատել, օրինակի համար պարզ է, որ ամերիկա-իսրայելական տանդեմը, որը 17-րդ օրը ռմբակոծում է Իրանը, մեկ կողմից դիմելով ենթադրենք իր դաշնակիցներին ՆԱՏՕ-ի շրջանակներում, Օրմուզի հարցում չի ստացել այն օժանդակությունը, որը նրանք ուզում էին, եւ Թրամփը դրանից հետո միանգամից հայտարարեց, որ օքեյ, մեզ պետք չի ձեր օգնությունը, մենք կարող ենք այս հարցին անդրադառնանք ինքնուրույն։ Այն ինչ որ եվրոպացիներն էլ հիշեցրեցին ուկրաինական кейսը։ Եվրոպացիները ասում են, որ մենք ունենք մեր դաշտը ռազմաճակատը, դուք ունեք ձեր ռազմաճակատը։ Օժանդակությունը, որ ամերիկացիները գուցե ակնկալում էին ծոցի երկրներից, էլի այն աստիճանին չէին ստանում եւ մյուս կողմից նույն Իրանը, երբ որ ակնկալում էր համապատասխան օժանդակությունը Համաս, Հեզբոլլահ, Խուսիտներից, էլի այս օժանդակությունը մինիմալիզացված է։ Պարզ է, որ Հեզբոլլահը արդեն հին Հեզբոլլահն չի, Համասը ընդհանրապես Գազայում շատ բարդ իրավիճակի մեջ է գտնվում, Խուսիտները առայժմ միայն խոսքերով են բարոյական օժանդակություն են ցուցաբերում, այսինքն ըստ էության խոսքը գնում է այն ուժերի ներգրավվածության մասին, որոնք միանգամից այդ բաց մասը, ասենք այդպես, հա, այսինքն դուք հիշում եք այն հայտնի ինտերվյու, երբ որ Իրանի ներկայացուցիչը հարցվում էր, արդյոք ինքը ստանում է, երկիրը ստանում է օժանդակությունը Չինաստանից եւ Ռուսաստանից, պատասխանը եղել է այո, մենք միշտ ստանում ենք օժանդակությունը իրանցից, այսինքն տվյալ պարագայում պարզ է, որ կա այս արճակատումը եւ տվյալ պարագայում, եթե ռուս-ուկրաինական ֆորմալ կոնտեքստի մեջ արճակատումը դա ռազմաճակատն է, որտեղ տեղի ունենում իրադարձությունները, դա Ուկրաինան է, բայց ընդհանուր առմամբ կոնֆլիկտը Ռուսաստանը եւ հավաքական չինեց, հավաքական արևմուտքել արդեն մեկ միասնական հասկացությունը չի, նույնը Իրանը-ամերիկյան, իսրայելական այս արճակատումը դա երևի ոչ միայն Իրանը տանդեմային արճակատումն է, բայց բոլոր դեպքերում մակերեսի վրա մենք տեսնում ենք, որ հիմնական ուժերը, որոնք այստեղ բախվում են ֆիզիկապես, դա արճակատումն է իսրայելա-ամերիկյան տանդեմի եւ Իրանի միջեւ։ Ով կմտածեր, որ Հորմուզի նեղուցը կդառնա գլխավոր խաղաքարտը Իրանի։ Եթե կարողանա պահել դուք հիշում եք, որ երեկվա վիճակով մի քանի նավերը կարողացել են անցնել այնտեղ եւ Իրանը հայտարարում է, որ խնդիրը կա ամերիկյան նավերի համար, մնացածները չինական այնտեղ ունի կարտ բլանշը բնականաբար, Իրանը շարունակում է նավթը մատակարարել Չինաստանին, այսինքն ինչպես դա եղել է միջև այդ, եւ պարզ է, որ Չինաստանը հանդես է գալիս որպես երկիրը, որը առաջերտին եւս շահագրգռված է իրանյան նավթը ստանալու մեջ, եւ վարկածներից մեկը, որը պարբերաբար հիշեցնում են, որ պատերազմը Իրանի դեմ դա եւս մի նախապատերազմն է Չինաստանի դեմ եւ պատերազմելով Իրանի դեմ ըստ էության նվազեցվում է Չինաստանի հնարավորությունները հարաբերականորեն էժան նավթը ստանալու հնարավորությունը։ Այսինքն նավթի գների ճակատագիրը այսօր Չինաստանի ձեռքին է, մեծ հաշվով։ Նավթի գինը դուք հիշում եք պայմանավորված է մի քանի հիմնական գործոններով, առաջինը դա եւ այն թե ինչպես է Իրան պահելու ծոցի երկրներ, վերջի վերջո հիմա նոր դերակատարողը, հին նոր դերակատարողը վերադառնում է երկիր, դա Վենեսուելան է, որը ստանում է հնարավորություն էքսպորտի ենթարկել սեփական պաշարները նավթի եւ վերջի վերջո ամերիկացիները եւս իրենց ռեզերվը ունեն, որը նրանք պատրաստ են գուցե շուկային ներկայացնել, բայց նորությունը, որը գալիս է Միացյալ Նահանգներից, որ
բենզինի գները բարելի դիմաց աճում են, իսկ դիզելի գինը անցել է $5 մի բարելի, բարելի ասի, մի գալոնի դիմացը անցել է $5 գինը, որը պատմության անգամ ընդամենը երկրորդ անգամ է տեղի ունենում, երբ որ մի գալոնի գինը դիզելի անցնում է $5։ Այս իրավիճակը երկար պահպանվել չի կարող։ Հաշվի առնելով ցնցումների հավանականությունը։ Մենք հիշում ենք նախորդ ռազմական գործողությունները, որոնք տևել են 12 օր, եւ դա գուցե եղել է հետախուզական բնույթի գործողությունները միջև այս ռազմական գործողությունների ի հայտ գալը, նու ամերիկացիները եւ իսրայելցիները դնում են ինչ որ մի իմաստով տարբեր նպատակներ, հա, Իսրայելի համար կարևորը տվյալ դեպքում մաքսիմալ վնաս հասնել Իրանին, հետ գցել իրենց միջուկային ծրագիրը, նվազեցնելով միջուկային վտանգը Իսրայելի նկատմամբ, որը Իսրայելը դիտարկում է որպես էկզիստենցիոնալ բնույթի վտանգ, խնդիր մաքսիմումը, որը եղել է Իսրայելում, բնականաբար եւ երևի Միացյալ Նահանգները դրանց մասին եւս խոսում են, երևի եղել է վարչակարգի փոփոխությունը Իրանում, բայց ինչպես հենց առաջի օրերը ցույց տվեցին Իրանում, ամենայն դեպս քաղաքական ղեկավարության ֆիզիկական ոչնչացումից հետո, ռազմական ուժային կառույցների ղեկավարների ֆիզիկական ոչնչացումից հետո Իրանում ի հայտ չի գալիս այն հեղափոխական իրավիճակը, երբ որ մասաները դուրս են գալիս, մեկ կողմից մենք հիշում ենք, որ 1.5 ամիս առաջ բավականին թեժ է եղել Իրանում եւ տարբեր հաշվարկներով տարբեր քանակի զոհերն են եղել, այս դա ապստամբություն չէր, դա ըստեյության մասսայական բողոքի ակցիաներն են եղել իրենց ըստեյության վերջ տալու շրջանակներում, մյուս կողմից կա այլ վարկած, որ ազգային պետական միասնականությունը գուցե որոշ շրջանների համար ավելի կարևոր է, քան թե ռեժիմի դեմ պայքարը, բայց բոլոր դեպքերում առայժմ տպավորությունն այդպիսին էր մեծամասնությամբ, որ ռեժիմը վերահսկում է իրավիճակը, չնայած եւ Բասիջը եւ մնացած ուժային կառույցները էականորեն վազացրել են իրենց պոտենցիալը, բայց բոլոր դեպքերում պարզ է, որ նպատակը որպես մաքսիմում եղել է սա։ Իրանը շարունակում է տարբեր հաշվարկներով ռմբակոծել եւ Իսրայելը եւ Ծոցի երկրներ, օրական տարբեր հաշվետվություններ, տարբեր տվյալների համաձայն 20-ից 20-30 հրթիռ է թողնում, բայց թողնելով 1-2 հրթիռը միաժամանակ, որը հեշտությամբ բռնվում է համապատասխան կառույցների կողմից, հակաօդային կառույցների կողմից։ Բայց բոլոր դեպքերում դա թանկ հաճույք է, պարզ է, որ եթե մենք խոսում ենք ժամկետների մասին, առայժմ որպես տարբերակը խոսում են մինչև ապրիլի կեսերը, սկզբնական շրջանում հայտարարվում էր, որ ռազմական գործողությունները 1 ամսից մի քիչ ավել կարող են տևել, ամեն դեպս մենք ունենք արդեն 17-րդ օրը, երբ որ գործողությունը շարունակվում է եւ տեսականորեն շարունակվելու է, եւ հարցը նաեւ երկրորդն է, որն է պլան B, հա, երկրորդ պլանը այս իրավիճակից դուրս գալու համար դեմքը պահպանելով եւ հնարավորություն ստանալով հայտարարելով, որ մենք հաղթել ենք այս պատերազմի մեջ, հա, այսինքն եթե մենք խոսում ենք դրա մասին, որ Իրանի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ հասցված է էական, իսկ դա այդպես է, վնասը արդյոք դա բավարար արդյունքն է հայտարարելու համար, որ առայժմ մենք դադարում ենք Իրանը, ինչպես իրենց պաշտոնյաներն են հայտարարում, առայժմ պատրաստ չի եւ չի պատրաստում նախապատրաստում գնալ բանակցություններին եւ ինչի շուրջ։ Այսինքն կրակելու ռեսուրս ունեն։ Ռեսուրսը պաշտպանվելու գուցե նվազում է եւ դա հասկանալի է, այսինքն հակաօդային հնարավորությունները իրենց մոտ էականորեն նվազել են, մի մասը ոչնչացված է, մի մասը ուղղակի եւ միաժամանակ մերժել Վաշինգտոնին բանակցություն։ Մերժել, որովհետեւ ինչի շուրջ պիտի բանակցեն, հա, այսինքն որոնք են այն դրույթները, որոնք առաջ են քաշում Վաշինգտոնի կողմից, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ։ Իրանը դնում է շատ հստակ պայմաններ եւ իրավիճակը հուշում է, որ Վաշինգտոնը կուզենա դադարեցնել։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնը շարունակում է Իսրայելի հետ միասին ռմբակոծման գործընթացը, մոտ 7000, եթե չեմ սխալվում, հրթիռ է արձակված եղել, մոտ 6500 թիրախն է ռմբակոծվել
Իսրայելի մոտ ռմբակոծությունները մի քիչ ավելի շատ են եղել, թիրախները էլի կան։ Երկուսն էլ շարունակում են զբաղվել դրանով, ինչով նրանք զբաղվում էին նախորդ պատերազմի ժամանակ Իրանում։ Հիմա տեսնենք ինչ տեղի կունենա կովկասյան կոնյունկտուրայի հետ։ Այո, դա հետաքրքիր է եղել։ Եթե մենք վերցնում ենք Կովկասը, պարզ է, որ սկզբնական շրջանում, երբ որ մենք տեսանք այս անհասկանալի հարձակումը, թե դրոնի ընկնելը Նախիջևանում, դա առաջացրեց համապատասխան հարցեր կապված Ադրբեջանի դերակատարության հետ այս գործընթացի մեջ, հետագայում ի հայտ եկան Իրանի հայտարարությունները, որ չէ, մենք չենք եղել, ոչ էլ Թուրքիայի վրա ենք մենք կրակել։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ծոցի երկրները նորմալ ձևով ռմբակոծում են Իրանի կողմից, ոչ միայն այն վայրերը, որտեղ ամերիկյան բազաները կան, օդանավակայանը եւս ենթարկվում է ռմբակոծման, ու հատկապես այն վայրերը, որտեղ կան համապատասխան պաշարները, որոնք անհրաժեշտ են թռիչքների նաեւ համար։ Այսինքն Իրանը զգուշացրեց եւ զգուշացումը տեղ հասավ։ Դա վարկածներից մեկն է, մյուս կողմից Ադրբեջանը ուշագրավ հետևում է այն process-ին, որովհետև նրանք եւս ունեն ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական հետաքրությունը Իրանի հետ։ Երբ որ մենք խոսում ենք Հայաստանի մասին, մենք ունենք առայժմ երկու փակ եւ ինչպես տեսնում եք, երկու կիսափակ սահմաններ, հա, որովհետև եթե Լարսը փակվեց հերթական անգամ վերջերս, Իրանը ունի լուրջ խնդիրները լոգիստիկայի համար, հա, մենք չմոռանանք եւ Բանդերադա Աբասն է կարող է հանդես գալ որպես խնդիր եւ ուրիշ պորտերը, որոնք կան Իրանում ռմբակոծման տակ են, համապատասխան այս ճանապարհները լուրջ խնդիր են առաջացնում մեր տրանսպորտային եւ առևտրաշրջանառության համար, ու պարզ է, որ Իրանով պետք է տեսականորեն անցնել նաև այն զենքզինամթերքը, որը մենք գնում ենք, այդում նաև Հնդկաստանից մենք ունեցել ենք Հնդկաստանի բարձրաստիճան զինվորականների այցը Հայաստան, առայժմ Վրաստանը հանդես է գալիս որպես երկիր, որը շարունակում է հանդես գալ որպես տարանցիկ երկիրը եւ միջինասիական հոսքերը կարող են անցնել առայժմ Վրաստանի տարածքով որպես տարբերակ։ Պարզ որ մեր համար դա հարցն է եւ խաղաղության խաչմերուկի եւ թրիփի տեսանկյունից այս մտնոլորտում քիչ չեն այն վարկածները, ըստ որի Ադրբեջանը եւ Թուրքիանը նաեւ կուզենան օգտվել Իրանի հավանական փլուզման ակտից եւ միանալ հակաիրանյան գործողությանը արդեն ինչ որ շահեր հետապնդելով։ Հավանական համարում եք դարավոր մրցակցությունը Թուրքիայի եւ այն ժամանակ Պարսկաստանի հետագայում օթանյան կազմակերպության Պարսկաստան, Թուրքիա, Իրան շարունակվում է։ Այն շարունակվում է ոչ միայն առաջնային դերակատարության համար թուրքական աշխարհում Թուրքիայի համար, բայց նաեւ տարածաշրջանային ազդեցության համար։ Թուրքիան մտել է տարածաշրջան, ինքը իրեն զգում է բավականին հանգիստ եւ Ադրբեջանում եւ Վրաստանում, բայց տարածաշրջանային, չեմ ուզում ասել գեգեմոնի, բայց առաջի ջութակի տեսանկյունից որպես երկիրը, որը ստանում է որոշակի տնտեսական, իսկ խոսքը այդում նաեւ տնտեսական հնարավոր աջակցություն, այլ տնտեսական շահույթի մասին Թուրքիան իհարկե ցանկանում է հանդես գալ որպես այդպիսի երկիր։ Ադրբեջանը, հիշում ենք, որ մոտ 20 միլիոն ադրբեջանցի ոնց որ թե կա Իրանում, երբևիցե չի թաքցել, որ նրանք ուզում են ունենան մեծացնել սեփական ազդեցությունը ոչ միայն հարավային Կովկասում, այլ Ալիևը դիտարկում է Ադրբեջանը արդեն որպես ոչ միայն հարավ-կովկասյան դերակատարող, այլ դերակատարողը, որը ունի էական ազդեցությունը նավթատարների տեսանկյունից, դրա համար երբ որ ինչ որ մեկը թուլանում է, բնականաբար պոտենցիալ այլ դերակատարողները երբևիցե դեմ չեն լինում զբաղեցնել թուլացած դերակատարողի տարածքը։ Այսինքն տրամաբանորեն ադրբեջանական նավթատարներն են իրանական թիրախ համարվում պոտենցիալ։ Իրանական թիրախ տվյալ պարագայում դժվար թե Իրանը տվյալ պահին ռմբակոծելու է ադրբեջանական նավթատարեր, խոսքը գնում է
գուցե դրա մասին որոնք զգուշացնում են, որ Ադրբեջանը չի հանդիսանա որպես բազան պոտենցիալ հակաիրանական գործողությունների համար, բայց դժվար թե Իրանը դիտարկում է Ադրբեջանը որպես վայրը, որտեղ իրենց ով գիտի ինչ սցենարի ամեն մի սցենարը, ամենախելագար սցենարները մեր աշխարհում այսօր չեն բացառվում, այդ թվում նաև սցենարները, որտեղ կարող են պատրաստվել։ Այս ամենը բերել է նրան, որ հայ-ադրբեջանական օրակարգում թայմաուտ է հայտարարված, այդ տպավորությունն է։ Ես վստահ չեմ, որ դա պայմանավորված է միայն արտաքին միջավայրով, գուցե որոշ չափով դա պայմանավորված է ակնկալվող հայաստանյան ներքին օրակարգով, ակնկալվող հունիսի 7-ի ընտրություններով, բայց Ադրբեջանը իր հայտարարությունների մեջ իրեն չի թողնում, չի զրկում հաճույքից այս կամ այն կերպ անդրադառնալ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությանը, սկսած նրանից, որ Ալիևը հայտարարում է, որ ինքնաթիռները անցնում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի համար եւ այլն եւ այլն։ Այսինքն այս տեսանկյունից պարզ է, որ դա կա Ադրբեջանի պահանջները կապված տարբեր դրույթների հետ ոչ միտեղ չեն կորել եւ մենք երևի ինչ որ մի իմաստով գուցե առայժմ սպասում ենք, թե ինչով կավարտվի նաև ընտրական գործընթացը։ Մեր մոտ դուք հիշում եք վերջերս հայտարարված է եղել, որ մասնավորապես Սահմանադրության նոր տեքստի նախագիծ արդեն պատրաստ է։ Այսինքն իրանական պատերազմը չի փոխել նաև թրիպի առաջնահերթությունը։ Հայաստանի համար նկատի ունեք տիվապարագայում, Ադրբեջանի համար ուղղակի այս իրավիճակում խնդիրը լինելու ինչն է անցնելու այս թրիփով եւ ով կարողանա մտնել տարածաշրջան ներդրումներով, որտեղ կա անկայունության զգալի աստիճանը, անկայունությունից բացի կա անկանխատեսելիության համապատասխան աստիճանը, դժվար թե խոշոր բիզնեսը ուզենա գործ անել վայրում, որտեղ 100 կիլոմետր են կողմ տեղի են ունենում ռազմական գործողությունները, բայց բոլոր դեպքերում թրիփը հանդես է գալիս որպես հայաստանյան քաղաքատնտեսական օրակարգի մի մասը, առայժմ մենք խոսում ենք դրա կարևորությունը, խոսում ենք դրա կարևորության մասին, մասնավորապես հայ-ամերիկյան օրակարգի մեջ, Վենսի այցելությունը, ամերիկացիների պատրաստականությունը կատարեն ներդրումները, բայց ամեն ինչը պետք է ստանա ոչ միայն գաղափարը, այլ նաև միսուարյունը եւ ըստ էության դա այն մասն է, որը առայժմ ժամանակավորապես գուցե դադարել է։ Այսինքն իրանական ելքից շատ բան է կախված։ Իրանից միշտ մեր տարածաշրջանում շատ բան է եղել կախված, այդ թվում նաև տարբեր ձևի ինֆրակառուցվածքային պրոյեկտներ, որովհետև դուք հիշում եք, որ նույն Ադրբեջանը ուներ պրոյեկտը կառուցելու շրջանցող ճանապարհը հենց Իրանի տարածքով եւ դա հանդես էր գալիս որպես այլընտրանքը այն ինֆրակառուցվածքային պրոյեկտներին, որոնք կարող էին անցնել Հայաստանի տարածքով, այսինքն Իրանը հանդես էր գալիս Ադրբեջանի համար որպես կարևոր տնտեսական գործընկեր, Հայաստանի համար դա եւս եղել է կարևոր, որովհետեւ ունենալով ապրանքաշրջանառությունը, որը մոտենում էր 900 միլիոնին, եթե չեմ սխալվում, արկա է եղել տնտեսական օրակարգը առնվազն 3 անգամ մեծացնել ապրանքաշրջանառությունը Իրանի հետ, Իրանը դիտվում էր որպես կարևոր տնտեսական ինֆրակառուցվածքային գործընկեր, հիմա պարզ է, որ Իրանի համար բացարձակապես այլ առաջնահերթությունները կան եւ տնտեսության վերականգնման եւ քաղաքական համագործակցության տեսանկյունից։ Չնայած նրանք միշտ շեշտադրում էին, որ Հայաստանը իրենց համար հանդես է գալիս որպես կարևոր գործընկեր, երեկվա հանդիպումը Իրանի դեսպանի եւ կրթության եւ գիտության նախարարի միջեւ եւս մեկ կարևոր հանգամանքն է եղել այս շփումները պահելու եւ շփումները ունենալու տեսանկյունից։ Եվ հավաստեցինք, շնորհակալություն օրենք։ Շնորհակալություն։ Ալեքսանդր Մարկարով քաղաքագետ եւ վերջ այսօր, մինչ վաղը նույն ժամին։